Պարոն Կարապետյան, դուք ձեր գրասենյակների աշխատակիցների համար հագուստ, շալվար, կոշիկ, ինչ-որ բաներ գնում եք, թե ոչ։ Դրա կարիքը չեմ կարծում, որ կա։ Պարզապես ձայնագրությունը, որ վերագրվում է ձեր ուժին, նշվում է, որ սպարտիֆիկով են եկել, ես մեջ բերում եմ, դրա համար ասում էին պատշաճ թողներ կանան, դա ինչ խոսակցություններ կա նման բան ձեր մոտ, թե ոչ։ Քանի որ կոնտեքստը չեմ հասկանում, չեմ հասկացել ընդհանրապես ինչի մասին են խոսում իրենց հրապարակումների մեջ, այդ իսկ պատճառով չեմ կարող ճիշտ ստույգ տեղեկություն տալ, բայց մի բան պարզ է, որ իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ինչ-որ ձև անուն կպցնի մարդկանց մոտ, ինչ-որ ձև փորձի արատավորել ընդդիմադիրների ազնիվ պայքարը։ Իրենք մարդկանց կալանավորում են, իրենց մարդկանց տները մտնում են ամբողջությամբ ոտնատակ են տալիս, մարդկանց իրավունքները ժամերով փաստաբան փորձում են չթողել մարդկանց մոտ, ուրիշներին անուն են դնում, դա միշտ ոչ ժողովրդավար իշխանություններին հատուկ գործելավոր է, որը ցավոք սկսել է որդեգրել մեր հայկական այսօրվա։ Կերծ են այդ ձայնագրությունները։ Ես կարծում եմ, որ Հայաստանում, եթե բոլորին ձայնագրեն, շատ մարդկանց երևի հնարավոր է, որ տարվա ընթացքում ամեն մեկը մի տհաճ խոսա։ Նախընտրական շրջան, օրինակ, երբ որ պարոն Կարապետյանը Մայրաթորի բակից հայտարարություն արել, դրանից հետո էլի շարունակել եք Հայաստանի Հանրապետությանը բարի գործ։ Մենք վերջի տարիներին շարունակել ենք, իհարկե, դուք գիտեք, որ բազմաթիվ պրոյեկտներ ունենք, հիմա կարող եմ նաև նշել, որ մի քանի ամսվա ընթացքում Սպիտակի մանկապարտեզը բացվեց, կրթաթոշակների ծրագրեր ունեինք, բժշկական մեծ պրոյեկտներ ունենք, որը շարունակում ենք մենք անել։ Այս պահին չենք շարունակում, կներեք, որ վաղը չասեն բան։ Այս պահին չենք շարունակում, քանի որ կա բարեգործության արգելք, բայց գիտեք, որ Տաշիր բարեգործականը ոչ 2005 թվականից սկսել, ոչ 10 թվականից 95 թվականից Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյան եւ Կարապետյան ընտանիքը բարեգործություններ արել Հայաստանում։ Դրա հիմնական ապացույցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջի եկեղեցու կառուցումը։ Դրանից հետո բազմաթիվ բարեգործական պրոյեկտներ Հայաստանի տարածքում։ Ձեր թիմակիցներ, պարոն Կարապետյան, չեք ուզում հարցին պատասխանել։ Ձեր թիմակիցներ, այդ Շունուշյանը բառ օգտագործողը ձեր թիմակիցներ, թե ոչ։ Պարոն Կիրակոսյան, յուրաքանչյուր մարդու, եթե իրեն ձայնագրեն ամբողջ տարվա ընթացքում հաստատ վստահ եմ։ Հարցս հետևյալն է, ձեր թիմակիցն է, թե ոչ։ Շարունակեմ, յուրաքանչյուր մարդու, եթե տարվա ընթացքում 24 ժամ ձայնագրեն, հաստատ բոլորը ինչ-որ բան կասեն։ Այս մեկ, երկրորդ, թիմակիցների հետ կապված քննությունը կավարտվի, մենք կիմանանք ում է, քանի որ ինձ խնդրել են փաստաբանները, որպեսզի ինչ-որ պրոցեսների հետ կապված մասնագիտական որակումներ չտրվի, քանի որ դա ինչ-որ պրոցեսների շրջանակներում է, բայց մի բան ասեմ, որը խոսույթը, այդպիսի խոսույթը ես շատ եմ տեսել, ազգային ժողովում իշխող կուսակցության մոտ, Facebook-ում իշխող կուսակցության մոտ։ Ընդունելի է, բայց ձեզ համար այդ Ձեր հայրն էլ չունի պատասխանատվություն հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը։ Շատ լավ հարց է, պարոն Կիրակոսյան, իմ հայրը 3 տարի հետո, 2.5 տարի աշխատելուց հետո իր կամքով դիմում է գրել, մի հատ հիշեք այսօրվա 17 թվին եղել է ՀՀԿ խմբակցությունը, ինչ կապ ունի դիմում գրելը։ Տաշիրի падգամավորը, նա 95 թվից Տաշիրի падգամավոր է, որից 20 տարի անկուսակցական, 8 տարի կուսակցական, բայց իր կամքով դիմում է գրել այսօր պետական պաշտոնյաներից որ մեկն է իր կամքով դիմում գրում։ Նա ես դες մի գաղտնիք ասեմ, դա իր երկրորդ դիմումն էր արդեն 2.5 տարվա ընթացքում։ Քանի որ պետական ապարատի աշխատանքի ոճը իրեն դուր չի եկել։ Կա արդյոք այդպիսի մարդ, որ բարձր պաշտոնից իր կամքով դիմում գրի դուրս գա։ Բայց դրանից հետո եկել է որովհետև իր հայրենի Տաշիրի падգամավորն է նա եթե խնդիր կար ՀԿ-ի հետ պետք է այն ուժով գնալ, ոչ թե համակարգը ռեյտինգային եթե հիշում եք ոնց էր գործում իմ հայրը Հայաստանի այն քիչ գործիչներից է, ով իր կամքով բարձրագույն պաշտոնները թողել է, անհամաձայնություն է հայտնել որոշակի պրոցեսների հետ կապված։ Ինչի օրինակ։ Գիտեք, նա հայտարարել է բազմաթիվ։ Պարոն Կարապետյանի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը ձեզ երբ կարող է
Այո, թալանը։ Հիշում եք կներեք ավելացնել։ Նա հայտարարության մեջ ասել է, որ massական թալանը մեր երկրին սխալ տեղ է տանում։ Սերսակցյանը թալանում էր երկիրը։ Massական թալանը նա նշել է, massական թալանը Կարապետյանը մենք կարող ենք Սերսակցյանի թալան չեք համարում։ Massական թալանը մեր մեկը երկրին պետք է մինչև այսօր, պարոն Կիրակոսյան, այսօր թալան կա թե չէ։ Չգիտեմ։ Չգիտեք։ Իսկ օրինակ Քաջարանում այսօր Քաջանի հանքում այսօր թալան կա։ ԿՊԱ-ականները թալան անում են Քաջանում թե չէ։ Անում են։ Պարոն Կարապետյան, Ձեր ծրագրում Արցախը վերադարձնելու կետեր լինելու են թե ոչ։ Ինչպես է Արցախը վերադարձնելու ԵՏԿ իշխանության։ Պարոն Կիրակոսյան, մեր ծրագրում Արցախահայերի հետ կապված երկու ծրագիր ունենք։ Առաջինը տնավորման ծրագիրը։ Մենք տեսնում ենք, որ Արցախում տնավորման։ Հայաստանի Հանրապետությունում տնավորման շարունակեմ։ Չէ, պարզապես հստակեցնում։ Այո։ Հայաստանի Հանրապետությունում մեր հայրենակիցները 100,000-ավոր մեր հայրենակիցներ գտնվում են տասնամյակներով իրենք աշխատել են, տներ են կառուցել։ Ես մարդիկ գիտեմ, հանդիպումների ժամանակ ինձ պատմեն, ասում են երրորդ տունն են կառուցում։ Առաջինը բանից հարվածներից ադրբեջանցիների փլվեց, երկրորդը կառուցեցինք, երկրորդը 16-ին, երրորդ տունը կառուցեցինք, թողեցինք եկանք։ Մարդկանց պետք է ապահովել երկու կարևոր բան՝ տնավորման հարցը եւ երկրորդը մշակութային ընդհանրության պահպանումը։ Ինչ է մշակութային ընդհանրությունը։ Երևանի շրջակայքում պետք է լինի համայնք, որտեղ մեծի մասամբ կբնակվեն Արցախի մեր հայրենակիցները, որպեսզի լեզուն պահպանվի, մշակույթը պահպանվի։ Իմ նախնիները 200 տարի առաջ մենք մի քանի անգամ ասել ենք, բայց ես էլ եմ ուզում ասել, եկել են Մուշից եւ բնակվել են Տաշիրում։ Մինչեւ հիմա մենք խոսում ենք նույն բարբառով, մենք ունենք նույն ավանդույթները։ Տանը մեր ադատները պահպանել են։ Վերադարձի հետ կապված առաջարկներ չունեք ընտրողներ։ Պահպանվել են, այդ իսկ պատճառով բնակչության հետ կապված, եթե ուզում ես պահպանես մեր Արցախյան մշակույթը, մենք պետք է առաջինը տնավորման հարցը լուծենք այստեղ, որ մարդիկ ապրեն։ Երկրորդը վերադարձի հետ կապված պետք է վստահ լինենք, որ վերադարձը անվտանգ է լինել։ Պետք է իրավունքները պաշտպանված լինեն։ Մենք մեր հայրենակիցները իրավունք չունենք, մենք այնպես անենք, որ գերի կարգավիճակ ունենա։ Երբ որ մենք վստահ կլինենք, որ մեր հայրենակիցները անվտանգ են լինելու Լեռնային Ղարաբաղի տարածքում, Արցախում, մենք այդ ժամանակ վստահ կգնանք այդ քայլերին, բայց Հայաստանը բայց չի կարող վստահ այդ քայլով ինչ որ ծրագիր առաջարկել, չէ՞ որ դուք ուժեղ Հայաստան եք ստեղծում, իսկ ուժեղ Հայաստանը կարող է Այո, ուժեղ Հայաստանը ստեղծում ենք նրա համար, որ մեր հայրենակիցները, մեր ամեն 4 հայրենակից աղքատ չլինի, մեր Արցախի հայրենակիցները վերջապես ունենան տուն, այն տունը, որը մի քանի անգամ իրենք վերակառուցել են, այն տունը, որ իրենք թողեցին մեր երկրի պետական քաղաքական իշխանության սխալ ապաշնոր քաղաքականության արդյունքում ու հանցավոր ինքնավստահ ապաշնոր քաղաքականության արդյունքում մեր երկիրը պետք է ունենա վերջապես լավ տնտեսություն, լավ արդյունաբերություն, որ դուրս գանք այս վիճակից։ Դա է ուժը, իսկ երբ լինենք ուժեղ երկիր, երբ արդեն ունենանք տարածաշրջանում ուժեղ երկրի համբավ եւ ուժեղ երկրի պոտենցիալ, այդ ժամանակ ինձ թվում է բոլոր տարածաշրջանի երկրները ուրախ կլինեն։ Մեր հետ համագործակցել